Բարի լույս եմ ասում իմ սիրելի հետևորդներին, ամենա բարին եմ ասում իմ լավ ու բարի հետևորդներին, այսքանի օրը ճաշա դառնում, ես նոր սկսում եմ տեսա հոլովով նկարահանելը, որովհետև մի քիչ խառնեմ, մի խոսքով չի լնեմ, ինչը որ ես եմ ուզում ու եկել վապշե իմ առաջի կոֆեն ես իմ թե երբ խմեցի, որովհետև ռուսերենա չէ, այդ բառը լավ հնչում, չերեշչուր, չափից շատ խառն էի մի այլ կարգի, այն այդ կադրից դուրս, որ ասում եմ կադրից դուրս շատ բաներ եմ անում, հավատացեք, որ ճիշտ եմ անում, Ալեքսն եկել է, հետաքրքիր մի բան, այսա քարկոծողները կհավաքվեն, բայց դա ինձ բնավել չի հետաքրքրում, ուր եմ ուղղակի լվացք հավաքելու, ես եմ ու մի օր վերջ էլի հիվանդ եմ, մի վիճակի չեմ, բա իմ տղեն չիմանա ոնց հավաքի, ապրեք, որ ասում եք տոպրակներից հանեք, վաղուց հանած անգույզը սիրելի հետևորդներ ջան, եկեք գնանք տենանք ոնց է հավաքում ու ինձ օգնում, իմ ու ձեր սիրելի Ալեքսը, ոյ մեռա ես քեզ, արա հավաքել ես փաստորեն, մի հատ դնա եկելի, մի հատ դնա Դե դու էդ տարտում, տարտիվան ինգիր Յունքի որ տենամ ինչ ես հապնում, բող ես կշերես, ես ոնց եմ տանել, ես հավաքեմ ու գնանք կոֆեի գործի չմոռանանք Նասկիներն էլ դիտավորյալ թողում եմ, էլի տղես կգա կհավաքի, մենակ չասեք, ղզիկի գործա, տղա մեծացրու, տղա եմ մեծացնում, պատկերացրեք, տղեն մենակ ծեծողու ջարդող չդիլնի, որ ասեմ տղա ունեմ, տղա եմ մեծացնում, մի հատ էսա կոֆեից տակը իջացնեմ սիրելի հետևորդներ ջան հետո ուզում եմ այս բերած շովերը հավաքեմ ստե հավաքած մաքուր սիրուն Ծալմլենք, տաքսի եմ պատվիրել, Վանաձոր ենք գնալու, բայց մինչև գնալը մի երկու մանր գործեր կա ու արանքից հանեմ, սիրելի հետևորդներս, տեսավոր գցեց սև շորերի համար պերվորն եմ օգտագործում գիտեք չէ որ շատ լավն առնեմ այս կհակնի այսա այն հակինը կփոխենք այս ինչա այս էլ իմ բարակ տաբատնա սա էլ վերև կգնա, որովհետև արդեն էլ սրա եղանակը չի անում, ես էլ դնեմ, ես էլ հարթուկելու դնենք, սիրելի հետևորդներ ջան, հիմնականը Ալեքսիս սպարտիվնի շալվարներն է լվացել ու ուզեցի որ
տեղավորենք, այս դնեմ հարթուկի, ոնց են ասում, հարթուկները ստեղանելու, այլ վերևի հետ տենք շատ գործ չունեմ, այս կհապնի, երևի այս սևի հետ, այս երկուսի հետ, այս աշորերը կփոխի, ու էլի լվացքը պատրաստ է, ամենահետաքրքիրն է դա, մի հատ փոխվում այս, փոխնոր տանում, ահա կոֆե սեփելա, արդեն պատրաստ է, ուխայ հոտ է ինչ լավն է, այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, ես էլ այսօր, ես ինչ անեմ, իմ տակ տաբատն եմ հագել, որովհետև այսա եմ հագել, եմ որ առինջից առել էի, հեսա ինքան տակ ու լավն է, որովհետև շատ ցուրտ է, հետն էլ որ վանած, որ գնանք, ոնց լինի, կմնանք մի 2 ժամ, որովհետև ռեստորան ենք գնալու, Անահիտի հետ հանդիպելու ենք, ինքն էլ ասեց, ուզում եմ նենց տեղ նստենք, որ համ հաց ուտենք, համ քննարկելու թեմա ունենք, քննարկենք, ես ասեցի, որ չէ, պետք չի եւ այլն, հնել ասման այդ ջան առավոտից դուրս եկած եմ, հաց ուտելա պետք, մի խոսքով, սենց բան էր, սիրելի հետևորդներս, հիմա մի հատ ծվածեղ կանեմ, էսա, Ալեքսն ասում եմ, մամ ուզում եմ մաքուրոտ շնչեմ, կշնչի կպրծնի, ինքն իրա ծվածեղը կանի, ես իմ կոֆեն կխմեմ, որովհետև իմ կոֆեն դեռ չեմ խմել, հետո տեսնեմ ուտումա չի ուտում, որովհետև դե դպրոցում ես իրան ասել եմ, խանութից ինչ պետք է, ինչ ուզում ես գնա վեր կալ, մենակ խելքին մոտիկ բաներ վեր կալ, մի խոսքով։ Ինձ թվում է իրար հասկացանք, սիրելի հետևորդներս, շատ նեղվել եմ, շատ սենց իրոք նեղվեցի, որովհետև 1000-ից մի անգամ լող գտանք, անձեռոցի կոֆլա մի հատ կա դրս նորից մաքրեմ էլի, են էլ էլի 10 տոնավոր, մի քիչ կոնը հլավահում են, էլի պագում են, չի արդարացնամ դե ծուրտա, ծախսը շատ հարմար է, 12 պարապունքը 15,000 դրամ, դա գտած բան է, Երևան լողի դպրոցներ կա, որ այդ կինն ունի դպրոց էլ կա, որ այն, եթե չեմ սխալվում Համբարձումյանի դպրոցում 25-30,000 դրամ է, մեր կենտրոնի թերապիան էլի այդ կարգի էր, իրոք, ստեղի գինը հարմար է, ու ես էլ դե առել եմ աբոնիմենտը, մինչև այս շաբաթվա վերջն է, ցավոք սրտի, այսօր դե չենք գնա, երեկ մնացել ենք 2 անգամ, այսօր հեչ, վաղը մյուս օրը 2 շաբթին եկար, լավ չեմ հիշում, ընթացքում կիմանամ կասեմ, ինչքանը որ կմնանք, ինչքանն էլ չէ, մարդը կհաշվի, իրակու
գումարը կվերցնի, մեր մնացորդն էլ կտա մեզ, բայց ես տենց չէի ուզում, ես ուզում էի հստակ որոշել էի, դաժանիկ անել էր կողմ, որ նոյեմբերն է հետը գնար, դե մեր մոտ ձմեռը սաստիկ առնում ես, առնում են առնում, էլի կարաս գնաս, ուղղակի արդեն դրա հետ զուգահեռել, տրանսպորտի տաքսու փող հաշվի առնես հետը, ու դեկտեմբերը մտածում էի կգնանք, չենք գնա, բայց այն որ նոյեմբերը ուզում էի գնայինք ու էլի խիտ գրաֆիկով, այն էլ լավ չեղավ։ Երեք խոսում եմ իմ համաքաղաքացիներն են էլի դե, հիմնադիր տնօրենը, տրեներն էլ Վանաձորից է գալիս, ինքան էլ լավ աղջիկ ա, որ ասում եմ, բա սենց ոնց կլինի, ես ինչ հույս ունեի բան, ասում եմ, բա ես ոնց հա չեմ իմացել էլի, հետ չլներ գովաստ կանեինք, ու պատասխանն ինձ հաճելի պատասխան եղավ, ասում եմ, օգոստոսին ենքան խիտ ա եղել մեր մոտ, որ երեխեք էլ ենք հետ տվել, պատկերացնում եք, ցրտից, չգիտես թե ինչի, ծնողները վախենում են, որ երեխեն կմրսի, ականջ կցավա, գլուխ կցավա, բայց լողը կոփող սպորտան ձև ա էլի, հա, տենց ասեմ, չգիտեմ ճիշտ ասի թե չէ, մարզաձև ներողություն, ու այո, լողը միակ մարզաձևն ա, որ մարմնի բոլոր մկաններն ու հյուսվածքները աշխատում են, ու ինչքան ինքը առողջարար բանա չէ, ուրեմն Սիրելի հետևորդներ, նայում եմ դեմքիս ու լրիվ սենց էլի նորից ուրած վիճակ, թե ես ինչի եմ սենց լնամ, էտ էլ արդեն հեսապարս երևում է, այսքանը ուրացամ, էտ էլ արդեն չեմ հասկանում, թե ես խի եմ սենց լնամ։ Այ մամա ջան, որ ասես շատ սենց պարկում ես քո ավեսով, քնում ես կոմ են կոմ, չկա նման բան, երևի թե մի պատճառներից մեկն էլ կարա դա լինի, դե բայց թե, որը ոնց լնմա։ Հիմա ուրեմն սուրճս խմում եմ ու ուզում եմ նորից մի հատ դպրոց գնամ, դպրոցի հետ կապված փոքր գործ ունեմ, ճիշտ է ի ուրախություն ինձ, արձակուրդ է, ոնց եմ ուրախանում, որ ես արձակուրդը գալիս է, որովհետև ունենք պատճառ ուրախանալու, բայց փառք Աստծո կյանքը ամեն բանը լուծվող է, չլուծվող ոչ մի բան չի մնում ու այո, երբեմն լռելը շատ վատ է անդրադառնում, դիմացինդ մտածում է ինքը կարած քեզ սենց սեղմի պատին ու ասի ուղիղ կանգնի։ Դրա համար սիրելի հետևորդներ ջան, մարդը պետք է հետևողական լինի, նամանավանդ իրա ու իրա երեխաների հանդեպ կապ չունի, մեկն ունես, երեքն ունես, որը ես տենց փափագելով է կմեռնեմ, բայց դե իմն էլ է տեր ինչ անեմ։ Հիմա կոֆես խմեմ, տաքսին պատվիրած է, ժամանակ դեռ ունենք, մի ծվածեղ էսա տենամ, այ Ալեքս ջան, չի լսի, ինքը հոգնած գլուխն ուռած եկել է։ Ասավ մամ ուզում եմ գնամ դրանը մնա, ուրեմն թող մնա, ես ինչ եմ ուզում գնամ դպրոց, զուտ նրա համար, որ երեխին խմբերի ներառեցի, երկու խումբա, դեռ երկրորդին կասկածում եմ, դրա համար չեմ բարձրաձայնում, չեմ սիրում, որ բարձրաձայնեմ, ըլնի, չլնի, հետո ասենք, հա, չեղավ, չեմ սիրում էլի ժամանակից սուտ ու շուտ, համ սուտ, համ էլ շուտ, խոսալ, դրա համար ուզում եմ մի հատ գնամ դպրոց, հասկանամ, ոնց կլինի, ինչ կլինի, պետքի դեպքում կարա օրինակ Ալեքսը մի քիչ շուտ գամ ու տենանք ինչ կլինի։
այդքան բան ուզեցա դասերը վերջանան, գիտեմ, որ ընդեղ են միշտ էլ իրանք, կարամ գնամ ու հարցնեմ։ Մանավանդ, որ իրանք գիտեն գնալու եմ։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, առավոտից պլաններս էսա, դեռ 2 օր, 3 օր առաջ էր Անահիտի հետ խոսում էինք, ինքն իմ կյանքում, մեր կյանքում շատ լավ մարդ է, միշտ ասել եմ, գիտեք, չեմ թաքցնում, ինքն են մարդն է, ով իր խորհուրդներով ինձ օգնում է, նեղ պահերիս միշտ սենց սատարա կանգնում, համ խորհրդով, համ գործողությունով, համ, չգիտեմ, էլի են, որ կարա և քեզ հոգեբան լինի, և քեզ բժիշկ լինի, և քեզ դեղ ու դարման լինի, սենց ասեմ, ու իր հետ զրույցները ոնց բացատրեմ, ոնց որ գնաց հոգեբանի մոտ, որովհետև ինքը բարձր արժեքներով մարդ է, ու նախորդ անգամ սեպտեմբերին էր, որ հանդիպեցինք, ասավ Անա այդ հոկտեմբերին գալու եմ, այդ բիոպրոդուկտները ինքն է Ալեքսիս բերում, միշտ այս քանի տարի, ինձ որ գին հարցնեք, ասեք ինչ արժեք, անորտից, ես դա չգիտեմ, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ ինչ-որ կայք կա, ինքը պատվիրում է, ես առաջարկեցի առաջ անգամ, ասեցի գումար, պետք չեղավ, ասավ չէ, հետո մի ծանոթ աղջիկ ունեմ, ասավ ես էլ կուզեմ էլի, ասամ, էլի նորից ասեցի, ու այդ երեխի հետ ինքը ծանոթացավ, ասում է, բա ես այդ երեխից ոնց վերջ էլի գումարը վերցնեմ, թող Աստծուն դուրեկան գործ լինի, իմ խղճի խաղաղության համար իրան էլ տենց բերեց, բայց Ալեքսիս միշտ վարքին ենք հետևում, արարքին, զարգացմանը, հասունացմանը, ընչի չէ, մի արդեն ինքը այն դժվար փուլում է, որ վայ, համուզմա ինքնահաստատի իրան, համուզմա ծեծի, համուզմա չծեծվի, համուզմա ուշադիր լինի, ուշադրություն պահանջի, մի խոսքով, այն խառը իրավիճակում եմ հայտնվել, որ մեկը ինձ էլ է էլի հոգեբան պետք, որովհետև զգում ես, որ մենակ այդքան էլ չես կարում ձգես ու ստեղ ոնց չասեմ, փառքես Տեր, որ իմ կողքին, այո, կան լավ մարդիկ, ովքեր իրանց խրատներով են, որ ամեն ինչ արժեն, ունքան եմ շնորհակալ Աստծուն, որ իմ կյանքում ունեմ, ես տենց լավ մարդիկ։ Հիմա երեկվանից սպասում եմ, ու զարմացել է, էլի անհանգիստ էր, ասում եմ Աստվածին, այս քիչը զանգեց, կարող է առանց մեզ գնաց, իր հետ շատ կարևոր զրույց ունեի, ու առավոտ դեռ են, որ գործերից մեջ էի բան, տուն հավաքել, դու դաս, այդ բաներ, զանգել է, ասում են այդ ջան, ինձ հարմար է, ես ինչ ամին, կարաս գաս, ասում եմ ոնց չէ, են էլ ոնց կգամ, սիրելի հետևորդներ ջան, ու մի խոսքով գնում ենք Վանաձոր էսամ, այստեղ էլ, տեսնեմ, ինչքան նկարահանում կանեմ, ոնց կանեմ, կարևորը շատ հարցերի պատասխանների լուծում փորձելու եմ գտնել, դա էլ իմ համար մեծ բան է, սիրելիներ ջան։ Այնպես որ ես էլի հագնեմ իմ կուրտկեն, եղանակից էլ հեչ բան չեմ հասկանում։ Մի հատ գնամ դպրոց գամ, ինչ լավ է, որ դպրոց տան կողքին է, ու արդեն տեսնեմ, թե Ալեքսը ուտել կուզի, ես միևնույնն չեմ ուզում, որովհետև չեմ ուզում։ Հաց ուտի, բայն էլ գիտեմ, ասելու ամամ ջան, բա դու չես ուտում։ Այդտենց։ Ու կգնանք դեպի Վանաձոր, մի կողմից էլ մտածում ես, կարող է և ինքն էլ չուտի, որովհետև ասավ զգուշացրեց, ասավ ասել է սիրուն էլ չասում ահա չուտեք, որ գնալու ենք ռեստորան, ասում եմ մեզ դա պետք չի, ինձ ավելի գնանք Արցախ պուրակ, Ալեքսը միտեղ իրան
Դուսա, մենք էլ մի կոֆե խմենք։ Ասպան բայ ես առավոտից դուս եմ եկել մի խոսքով։ Տենց բաներ, հիմա մամա ջան, երեսիս ուղացից սապսապում եմ։ Գնամ կուրտկա օծանելիք, տենց բաներ անեմ հագնեմ, սիրելիներ ջան, ու գնամ, տեսնեմ որտեղ եք հանդիպում։ Այստեղ արդեն մեր գնալու ժամն է մոտենում, Ալեքսը որոշեց այս հենց գա, փոխեց նախորդը, բայց բլուզով որոշեց այս հագնի, լնայք ինձ հավես չստիկներ ունի, դամաշնի քողաթափ, ու այստեղ ունենք այս կոշիկները, իրանք, հիշում եք, որ միշտ ասում եմ, մեկ չեն կոմնիստի, հիշում եք, որ միշտ ասում եմ, մի թիվ կոշիկ, մի փեշ փող, այս այդ տարբերակն է, բայց կաշիա, լավն է, ու շատ որակով կոշիկներ են, ճիշտ է, ընթացք կար, որ մի պարտիա, որ վերցրինք, այս տակի բաները թափեց, հուսամ, սա տենց չի լինելու, բայց թե ամեն դեպքում արդեն հոկտեմբերն ենք ու սենց փագա էլի պետք նախորդի հետ համեմատած մինչևը տեսնենք ավելի տակը ոնց ենք էլի ձեռք բերում չգիտեմ տենց բաները ահա չէ հետևածներ ջան ոնց որ թե չունեմ, բայց թե տարվա այդ ժամանակաշրջանն է, ստե այսենց սիրուն մաքրել եմ, հավաքել եմ, այլ է, թութոներս ընդեղ, սիրուն, հալակը փոխվեց, մի այլ կարգի, հիմա, սիրել հետևորդներ ջան, սպասում ենք տաքսին գա, ստե Ալեքսի լողի սրպիչ, լողազգեստ, ու գնում ենք, սպասենք տաքսին, սենց բաներ, ասել ծավիկներս, Սիրունանչա Ասեն դպրոցն որ ասեն կողքովակ երենք Կանսիրուն դապրոց Եկել հաֆել Վանաձոր Ադի հետըխար շուշուծարյալ Արիստե
պայմանավորվել ենք։ Այստեղ։ Տես որտեղ ես տա նմանահիտ տոտայն։ Հա, հլեն։ Նա, մեր Անահիտը, Արիդը։ Սպասենք հեռախոսը։ Ծանոթ տեղը, Վանաձոր չինչ։ Արի։ Բարևձեզ։ Չէ, չեմ նկարի դեմքով, սենց կանեմ։ Մեզ Անահիտը հրավիրել է այստեղ։ Մասուր ռեստորան։ Իրանք հատուկ աներ ունել մենյուներ, շատ ինձ դուր Հա։ ես գալիս։ Ես կիլուսատ չէ։ Հա, դե գնանք։ Արի։ Ես ու հաղթել ես, տես Դինոյի բան բրիլո։ Սա պուդրայի ավելի բաց տեսակը 219-ն է։ Էդ է։ Սա էլ արել եմ, որ Ալեքսը տեսնի, աղջիկն ու տղան պետք է իրար հետ ընկերություն անեն։ Դրա հետ ինչ է միատկա։ Ես կպահես կանֆետ անեջ, որը միակ մաման կտակնես։ Աղջիկ ընկեր անել, իսկ նկարը կուղարկի մայք։ Հա, կանգնի սիրուն նկարը։ Սիրուն է սորի վրա նկարը։ Ահա, սիրելի հետևորդներ, ստեղ մենք այս մասուրում նստած ենք։ Ընդեղ բաժանորդները Facebook-ում տեսել են։ Եկել մեր մոտ։ Ավես հետաքրքիր պահը։ Իսկ հիմա քեզ բնակացեք։ Ընդհանրապես ուշադրություն ունի։ Մի կարդացեք, կարդացիք, ոյ մի պատասխանեք։ Կարդանցնի, ջանքը ապրեք։ Գիտեք, նեգրականի Եթե մենք ուզենանք ապրենք այնպես, որ բոլորին դուր գանք, նման բան հնարավոր չի։ Իսկ նման մարդիկ խանգարում են ձեր գործունեության, առհասարակ ասում են ձեր տրամադրության վրա։ օգնում են, որ լավին ավելի լավ գնահատեն։ Ուրեմն դուք այնքան լավն եք, որ ձեզ դեռ քննադատում են։ Այո։ Բարավ մարդիկ։ Ամեն ինչի ընդունանցից ոչ մի բան պետք չի զարմանել։ Արի, ինքն էլ Արինան է։ Արինա։ Իրանք դեռ շատ փոքր ժամանակվանից են, որ ձեզ ճանաչում են, Ալեքսին գիտեն։ Գնում եք հեռու մոտ գալիս ամանավարի, խոսքով ինչ-որ անում է, ինչ-որ բոլորն են հետևում, Ալեքս ջան, մենք էլ ենք ձեզ հետևում։ Ուղղակի ափսոս դուք մենք էկրաններից են կողմ չեք տեսնում։ Միայն մենք ենք ձեզ տեսնում, համենայն դեպս քեզ շատ ենք սիրում, քեզ շատերն են սիրում, Ալեքս ջան։ Ամեն ինչ լավ է, չէ՞ քո կյանքում։ Ապրես, մամային միշտ լսի Ալեքս ջան, ու քո կյանքում ամեն ինչ շատ լավ կլինի։ Ամենահաջողակ տղան ես լինելու, գիտես չէ՞։ Մամայի թիկունքը միշտ թիկունքին։ Ոչինչ որ մերոն շշվածան կարևոր, ինքը մամայի թիկունքին կանգնած է, ուղիղ դեմքով։ Դավեղիկ Անահիտ ջան, ձեզ շատ սիրում ենք, ձեզ լիքը հաջողություններ, երբեք չկոտրվեք։ Երբեք, դա կլինի իմ վերջի պահը։ Աստծով ու ձեր միայն Ես ասել եմ, եթե կոտրվեմ, ուրեմն դա իմ վերջի պահն է։ Էդ էլ դեռ շատ Չէ, չկա, աստղույսը վերջում ամեն հարավես չի մեռնում։ Չէ, արություն ձեզ, առաջնորդվեք Աստծով ու ձեր Ալեքսով։ Մնացածը բոլորը կգան կգնան։ Այո։ Ապրեք տաքսի սպասում, ապրեք։ Աստված բոլորից պահապան։ Ապրեք, լավ մնացեք։ Ահա, շելի հետևորդներս, դու նստած ես, Ալեքս, կապիշոնը քաշի, այս մեր տաքսին, որ պիտի շարժվենք, ուրեմն եկել եմ իջել Անահիտի հետ, պայմանավորվել ենք, այս տարածքում, քաղաքապետանի տարածքում, սիրելի վանաձորցիները, ու Անահիտը մեզ հրավիրեց Մասուր ռեստորան, ընտանեկան ռեստորաններ, լավ էր, հարմար, հաճելի, մթնոլորտը լավը, տրամադրությունը լավը, մեկ էլ սովորությանս համաձայն, ուրեմն սովորությանս համաձայն, նկար դրեցի, Facebook, Instagram, խաբար բզիկներ են, չէ, մեկ էլ նա մի հատ սիրուն աղջիկ, իր երեխեք է, տղա, Անահիտ ջան, Facebook-ով տեսել ենք, եկանք, որ ձեզ տենանք, հրապարակում նայեցինք չկա, ասինք սենց, ժողովուրդ ենքան հաճելի է,
Քոն էմոցիաները լավն է, որ էլ չասած խոսացինք, ահագին շփվեցինք, լավ ինձ կանչում է։ Ստեղ տեսակս գիրկս եմ դրելու, կամա թե ակամա աչկս ընգավ, համադրությունը նայեք մի հատ։ Շարժվեցինք, սևամպեր են հավաքվել, ենել ինչքան շատ։ Նախորդ անգամ հետ հեկել ենք Վանաձոր, էլի ինչ-որ թե ասեմ համեր կա, թե ինչա, չեմ հասկանում ես ինչա, բայց ինչ-որ այամ, մարդիկ հավաքվում են կամաց, սև ամպերն էլ հետ է։ Լավա մենք հետա տուն ենք գնում։ Այվան ձևակալու։ Լավ ես։ Հա, լավ է։ Լավ անցավ ժամանակը։ Հա, շատ լավ անցավ։ Всё, մանդիս։ Գնացինք։ Բայց ես մի ցեզ մի էլի զանգեցի։ Թվերը հնեց գրեմ են ես։ Բասելու է ձեր զանգին։ Ադե կարատեն ծելելի։ Տանը կխոսանք ադել չան։
ինչ էլ կարա։ Ալեքս ջան, տենց էլ կարա։ Հա։ Ոչինչ, կարա եւ տենց էլ։ Ոչինչ, մի հատ տեսնում եմ, բայց ոչինչ։ Լավ, ինչ մեղքում եմ, բա։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, եկել ենք բարով, խերով, եկել ենք հասել ենք տուն։ Էն ահա ճամփին էլ մի հորթուկի պատճառով ավարիա տայինք, բայց լավ պրծանք։ Ստեղ գնալուց առաջ ընկերուհիս եկել էր կոֆե-մոֆե ենք արել, տենց էլ թողել եմ, որովհետև տաքսին կանչեց, զանգեց, կանչեց ու մնացել էր։ Հիմա չգիտեմ ինչի երևի վախից, որ ճիշտն ասեմ, ես վախեցա։ Լավ էր Ալեքսը շատ չվախեցավ։ Երեխեք ջան, կյանքը ճամփայա։ Ամեն ինչ էլ կարա առնի։ Դուրը թագի սրտիկս։ Հա, լավ պրծանք, մատեմ արել։ Հա, ոչինչ Ալեքս, դու մտածի, որ Աստված չանի, բայց տենց բաները նման, մատեմ արել։ Հա, հա սրտիկս, հա։ Թող ոչ մեկին էլ չլինի։ Այս այս բաներ, հետևորդներ ջան։ Սիրտս ուզեց մի հատ կոֆե խմենք։ Ասում եք էլի, կապ չունի։ Ճանապարհը երկար է, կարճ է, 10 րոպեանոց է, 2 ժամանոց է։ Աստծուն փառք, որ կորսնանք։ Բայց մի անցնենք լավագույնին, տեսեք էլի, վատը միշտ եմ, որ ասում եմ, ինչքան կարանք լավ բան անենք, վատն այնց գալիս մեզ գտնեմ, որ չի էլ սպասացնեմ, ինքը գտնում է, ուրեմն երբ որ մեքենա նստեցի, այս տոպրակի մեջ էր դրել Անահիտը, ես իմ ձեռքի պայուսակը, ես էլ տոպրակը, այտակ սենց մի հատ հավեսով ժպիտ եկավ դեմքիս ու հիշեցի հետևորդուս գրածը, ներողություն չեմ հիշում անուններով, գրել էր, որ Անահիտ, ի սկզբանե ես Տիգրովյան չեմ սիրում, բայց քեզ մի այլ կարգի սազում է ու կամաց, որ նայում եմ քեզ, ես էլ եմ ուզում, որ կրեմ, հագնեմ, հմի որ ես տոպրակն էլ Տիգրովի դուս եկավ, սիրելի հետևորդներս, ես գիտեք ասել եմ, իմ պայուսակի մեջ ցանկացած որ պայուսակս բացեք, ես ունեմ տոպրակ, հեսա, սրա մեջ էլ ունեմ, հիմա սամիկում եմ դնում, իմ անձեռոտ, դրամապանակն անձեռոցիկ, չոր անձեռոցիկ, մի խոսքով ասել եմ, մի օր սենց գրել էի, ասել էի, մի շատ խելացի հետևորդ գրել էր, որ Էնա ինչ կա ցույց ես տալիս, այ չտես, ինչ-որ սենց բաներ, բայց ցանկացած բլոգեր նման ձևով ցույց է տալիս։ Հիմա ուզում եմ սրանք հանեմ ու այս պայուսակի համար հենց սրան էլ օգտագործեմ։ Սիրելի հետևորդներս, անուշներս ու սիրուններս, էս հիմա անցնեմ, չեմ հիշում ընդեղ ոնց նկարեցի, ինչ արի, ռեստորանում որ երաշտություն կար, էս արախիս, սենց կեղևոր,
կոշի կդներ, այսպես չեն կպցնի, գիտեք, չէ, ոնց դրան էլ ամուր կպցրել, հեսա, ուզում էի ցույց տամ, թե ինչա, ներսը գետնանուշ, այս պուդրա, նախորդը բերել էր Անահիտը, տեսել էր, որ մուքա նորից նորն է բերել, շնորհակալությունս ես իրան հայտնել եմ, բայց դրանից չեմ զլանում, Maybelline-ի մատովի պուդրան, կփորձեմ վաղը, կոֆես չթափի հանկարծ, Ալեքս չես ուզում գաս բրիլոկը դբացես աղբերություն, հա? Դյարի բացի, այս առանչակարի կոնֆետները, ինքը անայթն ասմակարան Ալեքս ասմատես, որ տղա ու աղջիկ ցանկալի ու հաճելի է, որ ընկերություն անեն, կոֆե ջամել պիելի, այս ասմա որ տեսա լավ է երկում, ինքը դե միշտ էլ Ալեքսիս նվերներ անում է, գիտեք ես չեմ թաքցնում, անգամ են հետևորդը ճանաչեց իրան, ես բացեցի, Ես? հա, դրասոն էդ, պես հավանում ես, Հա, ավանում եմ, կառան չեր զանգել, հետո կամինում Տենա, հա, սիրուն է, գույնը մեկ կանաչ է, Ալեքս ջան։ Հա, շատ սիրուն։ Ես իմ համար խոսում եմ ու խոսում, դու միասին հեռախոսս չի նկարել, ստեղ հասցրեց կոֆես էպի, սիրելի հետևորդներ ջան, ու եթե անկեղծ ես միշտ ասել եմ, այս կարծեմ կոնֆետ էր, ոյ, չէ, ծամոն էր, չգիտեմ, կբացենք, կտենանք ինչա ծամոն պիտի լինի, մի խոսքով, այսքանի միջից եթե անկեղծ, իսկ ես շատ եմ սիրում անկեղծությունը, ինձ սա է հետաքրքիր, նստեմ ու քանի մեր օնլայն դասատուն չի զանգել, մի քիչ այդ մասին խոսանք։ Հանել ես կոշիկները տղա ջան, ապրես, շատ ապրես։ Գալուց էլ մի անգամից սրբիչը հավաքեցի, որ վաղը լողում ենք, դնամ ստեղ, հետո կտեղավորը։ Ոյ աստված ջան, սիրելի հետևորդներ ջան, ուխայ լավներ։ Անայթն ասավ կոֆե կուզես, ասի չէ, որ ճիշտն ասեմ, սրուցում ենք մեր համար նորմալ, ինձ ամենակարևորը դա է։ Այստեղ սիրելի հետևորդներ, ես միշտ ասել եմ, որ Ալեքսին ցանկացած երեխայի ցանկալի է, որ տակ այդ հավելումները առանց կոնսերվանտների, առանց չգիտես ինչ ավել բաների, ինքը խոտաբույսերի է, ամեն ինչի համար լավ է, ուղեղի կենտրոնացման, մտքի զարգացման, հիշողության, ամեն ինչի համար, ինչ կա իրա մեջ, վիտամին C, վիտամին D3 ու B-երի խումբ, B1, B3, B6, B8, 8-ը առաջի անգամ տեսա, B11, B12, ու ինքը Անահիտս ստեղ կարդաց, թարգմանեց, հիմնականում կենտրոնացման համար է, պահ կա, որ Ալեքսը չունի իմ ուզած կենտրոնացումը, դրա համար էլ դժվարանում է սովորել, ես դրանից չեմ ամաչել, չեմ էլ ամաչում, որ բարձրաձայնում եմ, կամաչեմ, որ ցույց տամ սաղ ընտիր է, բայց արդյունքում տենց չլինի։ Մի խոսքով, երբ որ մենք հանդիպեցինք Անահիտի հետ, սիրում ենք շատ քայլելը, մտածեցի կքայլենք կամ կգնանք Արցախ պուրակ,
Էնել Անայտն ասեց, բանն աստեղ մի հատ ռեստորան կա, ինչա շատ դուր ա գալիս, ինքը ընտանեկան ռեստորանն ա, կոլորիտը լավն ա, մթնոլորտը լավն ա, մենյուն համով ա, մաքուր ա, մի խոսքով էլի շատ բաներ պետք ա հաշվի առնես, չէ, որ գնաս նստես ինչ-որ ու ժամանակդ անցկացնես, իրանց պատրաստած սնունդն էլ դու ուտես, որովհետև այս վերջի շրջանում լավ ենք լսում, թե որտեղ ինչ ա կատարվում, չէ։ Գնացինք, ինչպես միշտ Ալեքսն իրա սուշին, ինքն էլ ասավ Անայտ նախորդ անգամ պիցա ենք պատվիրել, թանապուր, վերջը սենց բաներ, ինչ շատ, այսով հետո կպատասխանեմ, այս հենց դեպքերը ասում եմ, հետո կպատասխանեմ ու մնաց, Անուշ արդեն ազգանունը մոռացա, ով էր ինձ նամակ գրել, ու ասեց ինչ կուզես, ասի որ ճիշտն ասեմ իմ համար, միևնույնն է, ես քու հետ զրուցել եմ ուզում, քու հետ շփվել եմ ուզում, որովհետև իր խորհուրդները իմ համար շատ կարևոր ու պետք է կանեն, շատ օգնում են ինձ։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ասավ դեպեր իմ ճաշակով պիցա, շատ համով պիցա էր, խմորը լավը, համադրությունը կետչուպի, մի խոսքով ամեն ինչի հետ մսային վիչինայի հետ համադրված լավն էր, շատ անուշաբույր լավ պիցա էր, ու մեկ էլ սենց տրամադրությունս բարձացավ, բան ինձ հետաքրքրող ու անհանգստացնող հարցերի պատասխանը, երբ որ ստանում ես ու դրական արդյունքով ես ստանում, սենց խղճիցս մի մեծ քար, այս երկու ուսերիցս իջներ ներքև, ու սկսեցի նկարահանել, երաժշտություն կար, երաժշտությունը ինձ խանգարում էր, կուզեի իրա ու Անահիտիս ու Ալեքսիս զրույցը բարձրաձայն էի, որովհետև իմ տղեն, որ մարդիկ կան ասում են, տղա մեծացրու, տղա թող այդ երեխան տղա մեծանա, ժողովուրդ իմ համար տղեն ծեծու ջարդանող տղեն չի, տղեն շփում, էդ էլ կուզեմ լինի, բայց շուտ ա դեռ դառնելու համար, էդ էլ առնելու, էդ էլ ա տղու համար, բայց դեռ շատ ա շուտ, ու հետևորդներիս ասեմ, մի նկարը շատ դուրս եկավ, ասի տեղադրեմ իմ սոցհարթակները, Facebook, Instagram, ու վերջը մեր համար նստեցինք, պայմանավորվել ենք, 2 ժամ ենք շփվել, այդ 2 ժամը 2 րոպեի պես թռավ, բայց որ շատ հաճելի ժամանակ անցկացրի, շատ ոգեշնչվեցի, շատ խիղճս հանգստացավ, ու եկանք նախորդ անգամվա պուդրին տեսել էր ինքը, որ մուք ա, զգացել էր, որ իմ համար մուք ա բան, ասում ես ուզում եմ, որ նվիրեմ, նվիրածս լիարժեք նվերելնի, ես ված զգացի էլի, ասում եմ պետք չան այդ ճամպան, հեռախոսով մինչև ես բերելը, ասեց խնդրում եմ մի հատ համարը նայի, որ բաց տոնը բերեմ, ասում եմ Անայտ պետք չի, ես կոմենկոմ, ասում Անայտ մեր մեջ դա չի սազում, ու այո, ես իմ կողքին ունեմ են ձևի մարդիկ, որոնցից որ երբեք չեմ ամաչում, էտա նկարահանեցի, նկարեցի, մի նկարը շատ սենց իրտես շոյեց, ասի տեղադրեմ իմ Facebook ու Instagram-յան էջերում ու տեսակ շարունակությունը Ռիփսիմեն եկավ երեխեքի հետ, մի 3-4 րոպե շփվեցինք ու զգում եմ, որ նայում Անահիտիս, ասում եմ ինքն էլ ձեր նման բաժանորդ հա, բայց ինձ արդեն հարազատ մար հա, ասում ես գիտեմ, իրա նկարը տեսել եմ, դուք իրա մասին լավ բաներ շատ եք ասում, այս կողմ են կողմ, հեյթերներից սկսեց մի քիչ խոսելը բան, ես հեյթերներից էլ չեմ նեղվում, ամեն մարդ ունի իրա մտածելակերպը, ամեն մարդ մտածում է յուրովի, հետո որ այդ հեյթերները չլնեն, լավերին չենք սենց երես հանի, չէ, լրիվ մարդիկ մի նման կլնեն, ու որ տենց ասում եմ, այդ տես քո այդ խասյատն եմ շատ սիրում, որ
մի խոսքով էլի, ինձ թվում է իրար հասկացանք, հիմա ուրեմն էմոցիաներով շատ ոգևորված, շատ ոգեշնչված եկել ենք տուն, երեկոյան կողմը, ինձ մնում է պարապունքը օնլայն, եկուց շաբաթա, շաբաթ կիրակի կարանք գնանք լողը վայելենք, մեկ էլ եթե չեմ շփոթում, երկու շաբթին էլ կարանք ու բավականին մեզ լավ կզգանք, տեսա կարդացի ձեր գրառումները, շատ եմ ոգևորվում, որ դուք այդքան լավ բաներ եք գրում, ճիշտ է, մեկ էլ նայեմ ես, ամեն մարդ իր մտածածի չափով է գրում, փորձում, որ ոնց ասեմ, իր ներսի վատը հանի դուրս, բայց ես դրանում եմ ուրախ, որ կարողանում եմ մարդկանց օգնել ու իրանք էլ սենց հանեն, թափեն դուրս ու լիցքաթափվեն էլի ու շատ էի գրել լողի մասին, այո, ի ուրախություն ինձ սիրում է Ալեքսը լողը, որ ասեմ սենց ես իմ ինձ ձևի լողումա չէ, բայց գլուխ հանում է, ջրի երեսին կարում է ինքը, իր հախեն գա, մեկ մտնում է ջրի տակ ու ես ասում եմ Ալեքս, ոնց որ են անգամ, մեր ընկեր Լիլիթը ասում են, այդ ջան, այդ երեխուն թող ջուրը վայելի, թող վայելի ու ինքը մտել էր ջրի տակ ու տենց մնում էր, ես դրանից վախեցա ու իմ կամքից անկախ սենց ուժեղ գոռացի Ալեքս, մամաս, թող լողանա ու տեղից մեր ընկեր Լիլիթն էլ ասում այդ ջան, թող այդ երեխան վայելի, մի խոսքով, տենց բաներ, էս էլ մեր ուրբաթ օրը, շատ հետևորդներ, ինձ այս ընթացքում գրում եք, որ Ալեքս, զանգի կարային ցավդ տանեմ, հիմա, ասանկեր կարա 5 րոպեից կմիանանք, SMS արա, ասա, որ ես լսեմ, ասում ես, ապրես, ասա մի քիչ հանգստանամ ու միանանք, այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, չեմ հիշում ինչ էի խոսում, բայց մտքից թեթը կտրվեց, այ դրա համար չեմ սիրում, որ նույն հեռախոսով համ նկարում եմ, համ ինձ խոսալու միջոց է, հա, որպես ծառայեմ հեռախոսը, այդքանը, հիմա սիրելիներ ջան, եկեք իրար շատ սիրենք, գնահատենք, միևնույնն է, ես իմ գործն եմ անում, դուք ձերն եք անում, ասմա ցորեն ցանի, որ ցորեն էլ հնձես, ցորենի փոխարեն, ոնց ես դու ուրիշ բան ուզում, հիմա ինչքան էլ ուզում ա, դուք ոնց ասեմ, փորձեք վատաբանել, հա, տենց ասեմ, բառ էլ չեմ գտնում, որ ասեմ, միևնույնն է, ջուրն իր հունով գնալու եմ, ես իմ գործը, իմ գլուխը կախ անելու եմ, փառքաստու, լավ տեսնում եք, չեմ թաքցնում ուրիշների նման, իմ կողքը ովքեր կան, ինչ ձևի մարդիկ կան, ինչքան հարազատ ինձ արդեն բարեկամ դարձած, ես մարդիկ ունեմ, այ Անահիտը արդեն 3 տարի ու ավել, ինքը մեր հետ շփվում ենք հարազատի պես, շփվում ենք լավ մարդու պես, ու Ռիփսիմ են էլ երբ որ ասում է, վայ ես իրան տեսել եմ, ասում եմ, բա կտեսնես, բա ինչ կանես, ինքը իմ հարազատն ու բարեկամն է, այնքան ու հարազատ ու բարեկամ է, որ հոգում է, իմ երեխու մասին մտածում է, փառքաստու, այդ ձևի մարդիկ թող բոլորիս կյանքում էլ լնեն, թող բոլորիս էլ թև ու թիկունք լնեն, վիտամինը այս ձևի վիտամինը, ապելսինի համով, ընդեղ բացեցինք, մեկը Ալեքսը կերավ, կուզենք օրը մի հատ կտանք, կուզենք 2-ը կտանք,
Բայց քանի որ Ալեքսն ուտելու խնդիր չունի, կոպիտ ասած ախորժակի խնդիր չունի, իրան մեկն էլ հերիք, որ ամեն դեպքում շատ չգնի էլի սենց ասեմ, իրանք սենց ժուվաճկաների նման ծամում ես էլի սենց ասեմ։ Ժամանակին իմ քույր Ժագլենն էր ինձ ուղարկում, այն էլ հետո արդեն անցանք ուղիղ սրանց, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ լավ գործանենք, լավ բան մտածենք, որ կհարցնեք ռեստորանի մասին, նայում էի, ուղղակի երաժշտությունը չթողեց, որ ես մանրահարկրկիտ նկարահանում անեմ, իրանց մենյուն էի նայում, գները շատ հարմար էին, մենյուն բազմազան էր, ըմպելիքների բազմազան տեսականի ունեն, ուղղակի ես ալկոհոլային խմիչքներից հեռու մարդ եմ, ես սենց եմ մտածում, որ օրինակ հիշում եմ իմ տատս արաղ էր քաշում, բայց այդ արաղից մի կում անգամ չէր անում, բայց արաղ էլ էր սարքում, գինի էլ էր սարքում, ամեն ինչ էլ անում էր, ամեն ինչ գյուղում ապրած կին, այն որ ասում հազար հատ թթի դեղցի, մի խոսքով էլի, մոշի, ամեն մոշի թուփ դե պարզա, ամեն ինչի հետ ինքը գործ էր ունենում, բայց միշտ հիշում եմ ասում էր բալաջան, կնկաբերանից իրավունք չունի արաղի ֆոտ գա ու տակից էլ ես էդ եմ լսել, հետո մեծացել եմ, ես ինքս չեմ սիրել, շատ հազվադեպ դեպքերում կարող ախմեմ սպիտակ գինի, էդ էլ զուտ հաճույքի համար, էդ էլ կարելի ասել Նիկան սովորացրեց ինձ ու գինի շամպայն, բայց օղուց ընդհանրապես հեռու եմ, վերջը ալկոհոլային խմիչքները իմ համար չի, գարեջուր անգամ չեմ խմում, դրա համար որ գնում ենք ռեստորան, տենց բաների մենք ուշադրություն չենք դարձնում, հիշում եք կուճուր վաղտ որ դասի էինք գնում ու պոչներս քիփեր ելնում, ասում էինք մամաս բանցիկս պինդա կապել, համի զգացի որ գլուխս մի այլ կարգի ցավում է, եկեք մազերիս ազատություն տամ, ու սենց էլ թողամ, այսքանը խիղճս տեղն ընգավ, հոգիս տեղն ընգավ, որովհետև շատ այս էի ուզում ասեմ, զանգեկավ վրես, շատ անհասկանալի հարցերի պատասխաններ ունեի, որ չէի կարողանում հասկանամ ինչի սենց եղավ, ինչին նենց եղավ, այս ընթացքում շատ SMS-ներ եմ ստանում, որ Անահիտ դուք նման չես, Անահիտ ինչ-որ բան ա եղել, Անահիտ սենց, Անահիտ նենց, իհարկե ինչ-որ բան միշտ էլ բոլորիս կյանքը մլնում է, որը բարձրաձայնում ես, որն էլ համբերատար ձևով տանում ես, բայց կյանքը միշտ էլ ունենում ենք, չէ, այն ձևի մարդիկ, ում հետ ասում A-ից B, բաց խոսակցություն ես ունենում, ու այդ խոսակցությունը ցանկացածիս էլ պետք է, որ սիրտն ու հոգիներս խաղաղվի ու թեթևանա, ու ունեցա ես տենց խոսակցություն, շատ հարցերի պատասխաններ ստացամ, անգամ համի որ ասեմ, պետք ասեք ինքը բժիշկ է, այս այնա չէ, ինքը սիրում է առողջ ապրելա կերպը, ու որ հարցնում եմ, ասում եմ, ես ինչ բանը սենց, ես ինչ պահը սենց, անգամ ոտքերիս այդ ցավի պահով եմ հարցնում ու կա էլի ուրիշ պահեր կա, ինքը բացատրում է, որ կարա սենց լինի, կարա նենց լինի, չեմ հասկանում, ով եկել մեր մոտ, մի րոպե, ու մի խոսքով, իմ հարցերի պատասխանները ստացած, սիրելի հետևորդներ ջան, եկա հասա իմ տուն, ճանապարհին էլ, Ալեքսը դե որ ասավ, ես էլ ասեմ, չթաքցնեմ, հասանք Ամրակից գյուղը, այնտեղ դե մարդիկ ան ասում են պահում, կենթանի են պահում, իրանց
տնտեսության համար, երևի օգուտի համար, մի մարդ հորթի վզից թելը թոգը կապած քաշում էր, այդ հորթը կանգնեց, ավտոն էլ բայդակ սենց զղկցրեց, բայց էտամ ամեն ինչը լավ անցավ, ոչ մի վնաս, ոչ մի բան չեղավ, ոչ մի բան չկոտրվեց, ոչ մի բան չփչացավ, ընդամենը ես մտածում էի Ալեքսս կվախենա, էնել փառք Աստծու, չեղավ ոչ մի տենց բան, հիմա այս պահի համար երևի թե այսքանով սահմանափակվեմ, մի հատ նայենք Ալեքսի պարապունքը ինչ ենք անում, ոնց ենք անում ու էլ ոչ մի բան չեմ ուզում պլանավորեմ, որովհետև վաղը առավոտից ես արդեն իմ համար պլանավորած լիքը գործ ունեմ։ Այս պահին այսքանը, մինչև տեսնեմ, որտեղ ենք հանդիպում։ Եկեք համեղ մեր փաբլիկներ ուտենք։